Բարեկամներ, Վարդան Օնանյանն եմ ես, American Global Group ընկերության հիմնադիրը։ Սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Ինչպես է տեղի ունենում էլեկտրական մեքենաների ներկրումը դեպի Հայաստան։ ԵԱՏՄ համաձայնության շնորհիվ Հայաստանին 2026 թվականի համար տրվել է արտոնություն 15000 ավտոմեքենայի համար, որպեսզի դրանք առանց մաքսատուրքի ձևակերպվեն եւ առանց ավելացված արժեքի հարկի։ 15000-ից 3000-ը տրվել է դիլերներին եւ պաշտոնական ներկայացուցիչներին, մնացած 12000-ը ֆիզ անձանց, այսինքն շարքային մահկանացիներին։ Իդեպ, ինչպես անցած տարի տեղի ունեցավ, եթե դիլերները ամբողջությամբ իրենց մասնաբաժինը չսպառեն, տարբերությունը կրկին կտրվի ֆիզիկական անձանց։ Ինչպես է մաքսազերծվում, ամենակարևորը իմացեք, որ մաքսատուրքից եւ ավելացված արժեքի հարկից ազատված են բացառապես 2024, 2025 եւ 2026 թվականին արտադրված ավտոմեքենաները։ Դրանց համար դուք վճարելու եք ընդամենը 2% բնապահպանական հարկ։ Իսկ եթե մեքենան էլեկտրական է, բայց նշած տարեթվերից ավելի հին է, այդ դեպքում սովորական մաքսազերծում է կատարվում եւ բնապահպանություն, եւ ավելացված արժեքի հարկ, եւ մաքսատուրք։ Այնպես որ եթե ուզում եք էլեկտրական ավտոմեքենա ունենալ, պիտի ինչ որտեղ նաեւ շտապեք, որովհետեւ այնուամենայնիվ կա սահմանափակ 12000 հատիկ եւ պիտի այս ամենը կատարել 2026 թվականին։ Ինչքան շուտ, այնքան լավ։